Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, ես այս պահին առցանց կապով կզրուցեմ Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարի երեկո, պարոն Խաչիկյան, ինչպե՞ս եք։ Բարի ձեզ, բոլորիս պես։ Պարոն Խաչիկյան, վաղուց մենք առիթ չենք ունեցել զրուցելու, բայց բավական լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Նախ ուզում եմ հասկանալ, ինչու է J.D. Vance-ը գալիս տարածաշրջան Հայաստան եւ Բաքու եւ չի գնում օրինակ նաեւ Վրաստան։ Դե ըստ որոշ նորությունների, որոնք մենք ստանում ենք Վաշինգտոնից, որոշ հուսահատություն կա Միացյալ Նահանգներում այս խմբի գործունեությամբ եւ այն հալածանքների, որոնք նրան այս խումբը սկսել է մեր եկեղեցու դեմ, դուք գիտեք, որ կրոնը եւ քրիստոնեությունը շատ կարեւոր է Թրամփի ադմինիստրացիայի համար։ Հնարավոր է, որ որոշ հայտարարություններ արվեն այս խմբի ղեկավարին եւ իդեպ ես կոչ կանեի մեր հայրենակիցներին, ամերիկահայերին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգներում, իրենց ձայնը հնչեցնել, որպեսզի պարոն Վենսը հասկանա, որ 100,000-ավոր մարդիկ են ապրում Միացյալ Նահանգներում, ում դուրը չի գալիս, որ այսպես վարում են մեր եկեղեցու հետ։ Եվ գուցե քննարկելու է նաև այս Տրիփ Միջանցկի մանրամասնությունները, թե ինչպես են Միացյալ Նահանգները դա ղեկավարելու։ Դուք տեսաք, որ մեր բոլոր ասածները եղավ, ոնց որ ասացիք, նենց էլ եղավ, 74%-ը դա տրվում է Միացյալ Նահանգներին, եւ մենք պաշտոնապես դառնում ենք մի փոքրիկ գաղութ, որտեղ մի ուրիշ երկիր է ղեկավարելու է մեր տարածքը։ Եվ Աստված չտա, շատ շուտով այդ 74%-ը հայտնվել է մի ուրիշ պետության ձեռքում։ Եվ հետո, երբ որ ուզեք, խոսենք նաև Դավոսի մասին եւ այն միջազգային իրադարձությունների Անպայման կխոսենք, բնականաբար կխոսենք այդ մասին, Թրիփի մասին։ Ես հետևում եմ միջազգային փորձագետների վերլուծություններին, նրանք ավելի շատ տարածաշրջանային խնդիրներով են պայմանավորում եւ տարածաշրջանային շահերով ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ հատկապես Թուրքիայի, չնայած 74%-ը բաժնեմասը պատկանում է Միացյալ Նահանգներին եւ չեն բացառում, որ կարող է այն վաճառվել, բաժնեմասից վաճառվել Թուրքիային կամ Ադրբեջանին։ Խնդրեմ Թրիփի մասին խոսենք եւ այստեղ Հայաստանը դառնում է ուղղակի, այսպես ասած, տրանզիտ երկիր, որի վրայով անցնելու են այդ բոլոր տերությունների, գերտերությունների շահերը։ Խոսենք դրա մասին։ Ինչ է ստանում Հայաստանը Թրիփի այդ համաձայնագրով, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը օգտագործում են իրենց քարոզչական նպատակներով։ Եթե մենք ունենայինք նորմալ կոմպետենտ ղեկավարություն, նախ մենք 74%-ը չէինք տա Միացյալ Նահանգներին, կտայինք ասենք 49%-ը եւ 51%-ը կպահեինք մեզ, որպեսզի մենք կարողայինք վերահսկել ապագայում մենք որոշեինք, թե ինչ է լինելու այնտեղ։ Երկրորդը մենք կստանայինք փոխադարձ զիջումներ Ադրբեջանի կողմից, որ մենք էլ կարողանանք անխոչեդոտ ձևով Ադրբեջանի տարածքով միանալ գնալ Ռուսաստան, դեպի Ռուսաստան։ Բայց այդպիսի բան չկա, ոչ մի փոխադարձություն այստեղ չկա։ Մենք զիջեցինք մեր ամենակարևոր քարտը, որը մենք ունեինք, դա այս Զանգեզուրի միջազգային, այսպես ասած։ Զիջեցինք, դրա փոխարեն մենք ինչ ստացանք։ Ոչինչ, մենք ստացանք գաղութ դառնալու հեռանկար։ Ես շատ անգամ խոսացել, եւ սա միայն սկիզբն է։ Նրանք սկսելու են այդ միջանցքից, հետո գործը հասնելու է Սյունիքին եւ ուրիշ տարածքներին Հայաստանի։ Շատ անգամ մենք սա համեմատել ենք այն բանի հետ, ինչ որ եղել է Սուեցի ջրանցքի շուրջ, հիշում եք, երբ որ հենց նույն ձևով Եգիպտոսը սկզբից ֆրանսիացիներին զիջեց այնտեղ մի բաժինը Սուեցի ջրանցքի հետո բայց այնտեղ ինչպես էր բաժնեմասերը բաշխված 40 թե 44%-ը Եգիպտոսին էր, մնացածը տարբեր ֆրանսիական ընկերություններին։ Հետո Իսմայել Պաշան պարտքերի մեջ ընկավ եւ իր փայից վաճառեց անգլիացիներին մեծամասնությունը, հետո Անգլիան դարավ Եգիպտոսի տերը, Եգիպտոսը դարավ Անգլիայի կոլոնիան, գաղութը, ֆրանսիացիների հետ կիսեցին Աֆրիկան։ Ֆրանսիացիները Մարոկոն ստացան արևելյան մասը Աֆրիկայի, անգլիացիները արևելյան։ Նույն ձևով գաղութացվեց Չինաստանը, նույն ձևով գաղութացվեց Պանամայի կանալը, ինչպես է լինում։ Գալիս են մասնավոր ընկերություններ, East India Company, ոնց է, Արևելյան Հնդկաստանի ընկերությունը, չէ՞, որը գաղութացրեց ամբողջ Հնդկաստանը, մասնավոր ընկերություն։ Նա ուներ մի բանակ, որը Անգլիայի բանակից մեծ էր, 200,000 մարդ մասնավոր բանակ ուներ այդ ընկերությունը։ Ոնց է դա սկսվում։
Գալիս են տարբեր ընկերություններ, հաստատվում են ձեր տարածքում, հետո ասում են, գիտեք, մենք չենք ենթարկվելու ձեր օրենքներին, մենք ենթարկվելու ենք մեր օրենքներին, Անգլիայի, Ֆրանսիայի, Գոլանդիայի, այսինքն էքստերիտորիալ ենք դարձնում ձեր տարածքը։ Դրանից հետո գալիս է Ֆրանսիայի, Անգլիայի, Գոլանդիայի եւ ուրիշ պետությունների, Պորտուգալիայի, Իսպանիայի նավատորմը, եւ դրանից հետո երբ որ դուք փորձում եք ներվային շարժումներ անել, ձեր վրա կրակում են։ Նույն ձևով եղավ դա Չինաստանում, օպիումի երկու պատերազմները, երբ որ չինացիներին ստիպեցին որ նրանք թմրանյութ ընդունեն, չնայած մի քիչ մեր հասարակության համար երևի տարօրինակ է որ մարդկանց պետք է ստիպել որ նրանք թմրանյութ ընդունեն։ Նույն ձևով Ճապոնիայի դեմ գործեց Միացյալ Նահանգները, Մաթյու Պերի այդպիսի կոմանդոր կար 19-րդ դարին, որը պետք չի խառնել Մաթյու Պերի դերասանի հետ Ֆրենչ սերիալի, դա ուրիշ մորթ էր։ 19-րդ դարում նավատորմը Միացյալ Նահանգների մոտեցավ Ճապոնիային եւ ստիպեց, որ Ճապոնիան իր շուկաները բացի Ամերիկայի եւ Եվրոպայի համար։ Այդ նույն ձևով նրանք գաղութացրեցին Աֆրիկան, գաղութացրեցին Պանաման, Կոլումբիանի միջալոց դիմադրում էր սրան, դրանից հետո Պանամային պոկեցին։ Բանում Նյու Յորքում հանդիպեցին Պանամայի ղեկավարի հետ, $100,000 չեկ տվեցին իրան, հաջորդ օրը Պանաման հռչակեց անկախություն եւ Պանամայի կանալը կառուցվեց։ Այսինքն սա առաջին քայլն է դեպի գաղութացում, բայց սա ավելի վտանգավոր է, քան գաղութացում, որովհետեւ Միացյալ Նահանգները մտադրություն չունեին ոչնչացնել Պանամայի բնակչությունը։ Անգլիան չէր ոչնչացնում Եգիպտոսի բնակչությունը, դե որոշ բացառություններ իհարկե կային։ Չինաստանի բնակչությունը դե որոշ չափով այո ոչնչացվեց եւ դա կոչվեց Չինաստանի բանում նվաստացման դար Չինաստանի պատմության մեջ։ Իսկ մեր դեպքում մենք ունենք երկու պետություն, որոնք 4 տարի առաջ մեր աչքի առաջ էթնիկ զտման ենթարկեցին ղարաբաղցիներին, այս մարդու ասածով թոգը պոկվեց մեր վզից, հիմա էլ տեսակ երեք վերջի թելերը թոգի պոկվեցին, 10 հոգի եկավ, հա, որքանով հասկանում եմ Ղարաբաղից։ Այսինքն այս նույն ձևով գաղութացրեցին այդ բոլոր երկրները, հիմա էլ հերթը հասավ մեզ։ Եվ այս մարդիկ չեն ամաչում, խոսում են ինքնիշխանության մասին, երբ որ նոր զիջեցին մեր ինքնիշխանությունը։ Իմ մտահոգությունը այն է, որ սրանից հետո Սյունիքում կարող են սկսել կառուցել տարբեր ձեռնարկություններ, բիզնեսներ, այդ ազատ տնտեսական գոտի է դառնում ինչ որ իմաստով։ Այո։ Այո, դառնելու է ազատ տնտեսական գոտի, անտեղ հիմնվելու են թուրքական-ադրբեջանական ընկերություններ, որից հետո մի քանի տարի հետո Թուրքիան եւ Ադրբեջանը մեզ կհարցնի, իսկ դուք ստեղ ինչ գործ ունեք։ Ինչպես Աջարիայում, հա, տնտեսական ներդրումները Թուրքիայի փափուկ ուժն են, որով էքսպանսիայի են ենթարկում որևէ երկիր։ Պարոն Խաչիկյան, քաղաքագետ եւ էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը անդրադառնալով TRIP-ին նա նշել էր, որ այսուհետ Հայաստանը դառնում է սահմանային պետություն եւ նշել էր, որ ազատ տնտեսական գոտի դարձնելով Սյունիքը հետագայում այն ապամիլիտարիզացվելու է, ինչը նշանակելու է, որ Հայաստանին արչև պահանջ է դրվելու, որպեսզի հայկական զորքը դուրս գա այդ տարածքից։ Ես ուզում եմ նաև միջազգային այլ այս օրինակները, որ դուք բերեցիք, տարբեր երկրներում պատմության ընթացքում ինչպես է եղել, այդ օրինակովներով հասկանանք, եղել են նման դեպքեր, օրինակ Սուեզի ջրանցքի հետ կապված, հա, Պանամայի ջրանցքի հետ կապված, թե կիսում եք այս տեսակետը, թե ոչ, որովհետև Սյունիքը մեզ համար չափազանց կարևոր անվտանգության դարպաս է, Արցախը կորցրեցինք, այսպես ասած մի վահանը մենք կորցրեցինք մեր անվտանգության, հիմա Սյունիքն է եւ մեզ համար չափազանց կարևոր է հայկական բանակի մեր զորքի կողմից դրա անվտանգության ապահովումը։ Ես կպատասխանեմ ձեր հարցին, ուղղակի որ չմոռանամ, Եգիպտոսի մասին կխոսենք, թե ինչպես Եգիպտոսը փորձեց հետ բերել այդ ջրանցքը եւ պատերազմ սկսվեց Եգիպտոսի դեմ, անգլիացիների, ֆրանսիացիների, իսրայելցիների կողմից 9 օր տևեց այդ պատերազմը 1956 թվականին, երբ Նասրը որոշեց հետ բերել Եգիպտոսի ինքնիշխանությունը, հարձակվեցին Եգիպտոսի վրա եւ միայն Միացյալ Նահանգների եւ Սովետական միության միջամտությունը կանգնեցրեց այդ պատերազմը։ Այսինքն այո, այս ուղղությունով է գրում եւ հետո, եթե նրանք չեն ուզում տեսնել մեր սահմանապահների երեսը, իսկ ինչու դուք կարծում որ նրանք կուզենան տեսնել մեր զինվորների երեսը։ Եվ եթե ես պետք է ասեմ շատ խելացի լուծում գտան, այդ անգլախոս այդ բառերը, որ իրանց գցում են մեյդան, կներեք, նրանք չգիտեն դա ինչա նշանակում։ Front office, back office, այդ front office, back office այդ բառախաղը դա սովորաբար խոսում է վեբսայթների մասին։ Որ դուք վեբսայթ եք կառուցում, front office-ը դա ինչ որ դուք տեսնում եք, իսկ back office-ը back end-ը, հա, ոնց որ ասում են, դա այդ բոլոր ծրագրավորումն է։ Հիմա, փաստորեն նրանք մի հիանալի հնարք գտան, այսինքն մեր սահմանապահը պետք է նստի հետևի սենյակում, որ ադրբեջանցիները առաջ դեմի սենյակում իրան չտեսնեն։ Ես արդեն առաջարկել եմ, կարելի է մեր սահմանապահին սեղանի տակ
նստացնել, այնտեղ վարակույր քաշել, որ ադրբեջանցիները իրեն չտեսնեն կամ շկաֆի մեջ կարա մտնի։ Իսկ ինչու եք զարմանում այստեղ սահմանային որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորները մեր զինվորներին ստուգում են, հայ զինվորներին ստուգում են, նոր են թողնում դիրքեր բարձրանալ։ Թարգմանություն, պետականության կորուստ։ Մենք արդեն պետություն կամաց-կամաց չենք ունենալու։ Եթե իսկ ինչու են ասում, ես չեմ ուզում հայերի դեմքը տեսնել։ Կարծում եք նա էմոցիոնալ պրոբլեմ ունի, ինչ որ հա, այսինքն ինչ որ ուղակի իր համար զգացմունքային ինչ որ մոմենտներ են, ոչ, նա ուզում է նախադեպ ստեղծել, որ արդեն ստեղ Հայաստանի պետությունը չկա։ Դա ապագայում 5 տարի հետո, 10 տարի հետո օգտագործվելու է որպես նախադեպ, որ դուք այստեղ չկայիք, հետ չգաք ստեղ, դուք ստեղ չկաք, մենք ենք ստեղ։ Անցնում դուք արդեն միջազգային տարածք եք։ Մի բան էլ ասեմ, մինչև չեմ մոռացել։ 1956 թվականին, երբ Եգիպտոսը փորձեց հետ բերել իր տարածքը, Անտոնի Իդենը, Միացյալ Թագավորության Բրիտանիայի պրեմիեր-մինիստրը ասեց, նրանք ասում են, որ սա իրենց սուվերեն տարածքն է, բայց դա այդպես չէ, քանի որ տարիներ արդեն սա օգտագործվել է որպես միջազգային տարածք, միջազգային կորիդոր, այսինքն նա օգտագործում է նախադեպը, այն փաստը, որ արդեն մեր տարածքով Եգիպտոսի տարածքով արդեն անցել են նավերը եւ Եգիպտոսը դա չի վերահսկել, դա արդեն նախադեպ է ստեղծում։ Նույն ձևով նախադեպ է ստեղծվելու մեր մոտ։ Հենց որ դա սկսի գործել 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո թուրքերը ասում են ներողություն, դուք ով եք։ Սա արդեն փաստացի միջազգային կորիդոր է, դուք այստեղ ինչ գործ ունեք։ Մանավանդ որ դուք գնացեք մի հատ ձեր հետևի սենյակի մեջ մտեք ու դուռը փակեք։ Ու դրանից հետո այս խումբը խոսում է ինքնիշխանության մասին։ Սա կոչվում է gaslighting։ Մի բան անում ես ու ճիշտ հակառակը ասում ես ու համոզում ես մեր ժողովրդին, որ ասենք երբ որ դու պարտվում ես Ղարաբաղում, դա հաղթանակ է, երբ որ դու զիջում ես Կիրանցը, դա օգնում է մեր անվտանգությանը։ Հիմա էլ դու զիջում ես մեր տարածքները Մեղրիում, Զանգեզուրում, ասում ես սա կորիդոր չի, եւ ամբողջ աշխարհը ասում է ոչ, սա կորիդոր է։ Այսինքն դուք տեսեք թե ինչ ռիսկերի առաջ ենք մենք կանգնած եւ տեսեք աշխարհում ինչ է կատարվում։ Եթե թույլ տաք, հետո կարող ենք խոսել նաեւ գազայի մասին, Սա ճշտենք ազատ տնտեսական գոտուց, այսինքն կարող են պահանջել հանել մեր ռազմական ներկայությունը։ Կարող են, ինչու՞ չէ։ Դուք տեսեք ինչ է կատարվում աշխարհում։ Իսկ նման բան եղել է այլ երկրներում, երբ որ ստեղծում են ազատ տնտեսական գոտի, ապա միլիտարիզացնում են տարածքները, նման պահանջներ են դրվում։ Գիտեք, ես չեմ հիշում, կարող եմ հետազոտել այս հարցը, նայել, ես չեմ հիշում, բայց գիտեմ, որ օրինակ այն դեպքերում, երբ որ երկրները փորձում էին, այդ երկրները, որ մենք նշել ենք, Պանաման, Եգիպտոսը, Չինաստանը, փորձել են հետ բերել իրենց տարածք, իրենց վրա հարձակվել են։ Դա եղել է։ Թե նրանցից պահանջել են, որ բանակը հետ քաշեն, թե ոչ, դե փաստորեն այո, քանի որ սա հրճակվել է, օրինակ Չինաստանում սա հրճակվել է էքստերիտորիալ տարածք, այսինքն մենք Շանխայում ենք ապրում, բայց դա չինական չի, դա մերն է։ Օրինակ Շանխայում հաստատվել էր ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական եւ մի ուրիշ քաղաքներում ռուսական, գերմանական թաղամաս, որը չէր համարվում Չինաստանի տարածքի մի մաս, այսինքն այո, այնտեղ թույլ չեն տա որ լինի չինական բանակը, Չինաստանի բանակը, եթե սա արդեն մերն է, դուք ինչ գործ ունեք այնտեղ, ձեր բանակը ինչու է տեղակայված։ Այո, սա շատ հնարավոր է։ Եվ նայեք թե ինչ է հիմա կատարվում Գրենլանդիայում եւ Գազայում դուրս է գալիս Կուշները, Տրամպի ազգակիցը եւ ասում է այո, Փեսան։ Եվ ասում է, ուրեմն մենք ստեղ լունապարկ ենք անելու Գազայում։ Դե հաշվի չի առնում, որ սա անկախ պետություն է, ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն է։ Տրամպը ասում է սա գույք է, real estate, ասում է, բանը, անշարժ գույքի մի հիանալի կտոր։ Այո, անշարժ գույքի հիանալի կտոր։ Այսինքն իրանց համար երկիրը դարձել է անշարժ գույքի կտոր։ Ու նրանք որոշում են, թե որտեղ ով է ապրելու։ Մի հատ քարտեզ է կախում Դավոսում։ Ասում է, այստեղ տուրիստներ են գալու, զբոսաշրջիկներ, Դե դա Քուշների եւ Թոնի Բլեերի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի ծրագիրն է, չէ՞, ներդրումային ծրագիր են անում, իրենք են կոորդինացնում։ Գազայինը։ Այո, իսկ եւ նույն կառավարությունը Տրամպի ասում է 2.5 միլիոն պաղեստինցի ստեղից պետքա դուրս գա։ Հիմա մի հարց, մենք ինչու ենք կարծում, որ մենք պաղեստինցիներից այդքան ավելի կարևոր ենք։ Երբ որ նրանք որոշում են, թե ինչ է լինելու Գազայում, ով է մնալու, ով չի մնալու, համարում են իրենց գույքը։ Ով է որոշելու Սյունիքում ինչ է լինելու։ Եթե Միացյալ Նահանգները արդեն բաժնետեր է դարել 74%-ը իրանցն է, այսինքն մենք բառացիորեն դառանք Տրամպի գույքը։ Բայց Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առանց մեր համաձայնության Միացյալ Նահանգները չի կարող բաժնեմասերը վաճառել այս կամ այն երկրին, մենք պետք է անպայման համաձայնություն տանք։ Ես խորհուրդ կտայի պարոն Միրզոյանը գնար Գրենլանդիա,
խոսել Գրենլանդիայի կառավարության հետ եւ պարզեր առանց Գրենլանդիայի համաձայնության հետ ոնց եղավ որ Միացյալ Նահանգները ասում են մենք դες գրավելու ենք մեկ էլ գնա ճանապարհին կանգնի Վենեսուելայում մի հատ հարցրի ով էր համաձայնություն տվել որ Մադուրոին բանան են առևանգեն մեկ էլ մի հատ գնա Գազայում կանգնի մի օր անցկացնի եւ հարցնի պաղեստինցիներին ով էր համաձայնություն տվել որ 80,000 երեխայով մայր սպանվի եւ հիմա էլ այնտեղ լունապարկ են կազմակերպում ով էր իրանց համաձայնությունը խնդրում մեկ էլ մի հատ մեզ բացատրի 74% ունեցողը ոնց է մեր համաձայնությունը խնդրելու 74%-ը 26-ից համաձայնություն չեն խնդրում 74% նշանակում է ես եմ վերահսկում եթե նա այդքան ուզում էր որ մենք կարողանանք ինչ-որ բան կանխել եւ տեր լինել պետք չէր 74%-ը գոնե 49-51 լիներ այո 49-51 վերահսկող փաթեթ այո պարոն Խաչիկյան վերջերս մենք հրապարակել էինք Սուրբ Պատրիկի համալսարանի պրոֆեսորներից մեկի հոդվածը հարցազրույց նաեւ Մեթյու Դալ Սանտոնի հոդվածը ամերիկյան կոմպակտ ամսագրում հրապարակված, որը կոչվում էր Հայաստանի արևմտականացման գինը, այդպես էր վերնագրել պրոֆեսորը, եւ նա նշում էր, որ Թրիփը կուժեղացնի Էրդողանի նեոօսմանյան գերիշխանությունը հարավային Կովկասում։ Սա է Հայաստանի արևմտականացման գինը։ Կիսում եք այս տեսակետը։ Դե իհարկե, բայց սա արևմտականացում չի, սա թուրքացում է։ Եթե մենք ուզենայինք հարաբերություններ զարգացնել Եվրոպայի արևմուտքի հետ, մենք բոլորս կողմ ենք, բայց սա նախ արևմուտքը չի, արևմուտքը ձև է անում, որ այստեղ ներկայ լինելու, հետո հետ է քաշվելու եւ մեզ թողնելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենակ, ինչպես եղել էր 100 տարի առաջ եւ ուրիշ ժամանակ։ Սա արևմտականություն չի։ Նայեք մեր հարևաններին։ Նայեք օրինակ Ադրբեջանին, նայեք Վրաստանին։ Նրանք էլ լավ հարաբերություններ ունեն Եվրոպայի հետ, բայց նրանք չեն ծնկի գալիս եւ չեն զիջում իրենց տարածքը, իրենց սուվերենությունը, չեն հարձակում իրենց սեփական եկեղեցիները։ Արևմուտքում սիրում են ծնկի եկողներին։ Թուրքիայում օրինակ թուրքագետները ասում են դավաճաններին տանել չեն կարողանում թուրքերը։ Միևնույն է կապ չունի որ երկրի դավաճան եւ նրանք չեն ներում ու չեն վստահում։ Արևմուտքին գուցե դուր է գալիս այդ քծնանքը, այդ նվաստացումը Թույլերին ոչ միտեղ չեն սիրում, դավաճաններին ոչ միտեղ չեն սիրում, երբ Միացյալ Նահանգների նախագահը ասում է, որ այլևս չկա միջազգային օրենք կամ մենակ ուժի օրենք, եւ նույն բանը ասում է Ռուբիոն եւ իր թիմի ուրիշ մասնակիցները, դուք պետք է հասկանաք, որ աշխարհում չեն հարգում, երբ որ դուք ծնկի եք գալիս եւ աղերսում եք, խնդրում եք, որ ձեր հետ սելֆի անեն կամ դուք իշխանության մնաք ցանկացած ձևով։ Դավաճաններին, գիտեք, ես կպատմեի ձեզ Անգլիայում ինչ էին անում դավաճանների հետ, բայց հետո ինձ կնստացնեն, որտեղ այնպիսի բաներ էին անում անգլիացիները, որ ուղղակի աննկարագրելի է, թե ինչ ձևով էին սպանում դավաճանների։ Տանջամահանելով նկատի ունենք, տանջամահանելով։ Այո, ավելի լավ է չխոսանք դրա մասին, հետո էլի Դանոսավանի պետը ինչ որ բան կգրի վերս։ Պարոն Խաչիկյան, այնպես թե այնպես անընդհատ գրում են, անընդհատ իրենց քննարկման թեման է, պարոն Խաչիկյան, այնպես որ ավելի հաճախ երևացեք իրենք որ ձեզ չեն տեսնում կարոտեն, հա կարոտում են քուն ու դադարը կորցնում են Պարոն Խաչիկյան, այդ օրը, երբ որ հայտարարեցին Արարատ Միրզոյանը եւ Մարկո Ռուբիոն Թրիփի համաձայնագրի մասին, ընդ որում որտեղ նշված էր, որ այն չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի համար, այսինքն ինչը նշանակում է ըստ իրավաբանների, որ այդ փաստաթուղթը ինքնին իրավական որևէ նշանակություն չունի, հենց այդ օրը աննախադեպ սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Իրանի դեսպանը նշելով, որ Թեհրանում կարծում են, որ Հայաստանը դառնում է թշնամական պետությունների, Իրանի դեմ տրամադրված թշնամական պետությունների գործունեության կենտրոն։ Խնդրեմ սրան անդրադառնանք, սա ինչ էր, սա բավական խիստ կոշտ զգուշացում էր։ Բայց մենք քանի տարի ենք ձեր մոտ ասել, որ այսպիսի բան անելը Միացյալ Նահանգներին վերահսկողություն տալը, որը հետո ընկնելու է Իսրայելի ձեռքը, Ադրբեջանի ձեռքը, դա հակաիրանական քայլ է։
դա դիտվելու է որպես թշնամական քայլ։ Իրանը քանի տարի է ասել, որ սա անթույլատրելի է, այսինքն սա պարզ է, բայց այսպիսի կոշտ լեզու ես չեմ հիշում, որ այսպես մեզ հետ խոսեն։ Այսինքն եւս մի հարաբերություն տապալեցինք, Ռուսաստանի հետ ջախջախեցինք մեր հարաբերությունները, հետո դժգոհում ենք, որ նրանք մեզ չեն սիրում, եւ հիմա էլ Իրանի հետ ջախջախեցինք մեր հարաբերությունները։ Եթե մենք խելք ունենք, այսինքն մենք չէ, մենք խելք ունենք, այս խումբը եթե մի քիչ խելք ունենար, նրանք նախ չէին հանձնի այս բանը միջանցք։ Նրանք այնպես կանեին, որ 51% լիներ Հայաստանին, հետո լիներ ինչ որ կոնսորցիում, որտեղ ներկա լիներ եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ ինչու՞ չէ Միացյալ Նահանգները եւ ուրիշ երկրները, Ֆրանսիան օրինակ, մեր շատ սիրելի 3 ռադարով։ Եվ այնտեղ ինչ որ հավասարակշռություն լիներ, որ որևէ երկիր մեզանից սա չկարողանար խլել։ Ինչ որ հավասարակշիռ վիճակ ստեղծվեր։ Բայց դրա տեղը մենք տեսակ հանձնեցինք սա Իրանի թշնամիներին։ Հետո շատ կարևոր հարց. եթե այնտեղ լինելու են ամերիկացիները, Իրանից ո՞նց են մարդիկ անցնելու այդ սահմանը։ Կամ ռազմական օգնություն, եթե մեզ պետք լինի, ամերիկացիները թույլ են տալու, որ դա անցնի Իրանի սահմանով։ Սա մեր հիմնական սահմաններ է, որքանով ես հասկանում եմ, ռազմական օգնություն ստանալու համար։ Իրանցիները սա թույլ են տալու։ Մենք ինչպես ինչ է լինելու մեր կապը Իրանի հետ, ինչպես է սա լինելու։ Դա սա բացարձակ պարտություն է, եւս մեկ պարտություն, մեծագույն պարտություն։ Եվ դուք հիշում եք նրանց զայրույթը, երբ որ ամբողջ այդ մանումենտի թիմով հարձակվեցին վրես օգոստոսին, որտեղ ես ասեցի, որ սա միջանցք է, մեզ մի խաբեք։ Հետո ադրբեջանցիները թուրքերը տասնյակ անգամ կրկնեցին. դուք եթե ուզում եք, դուք ձեզ խաբեք, մեզ մի խաբեք։ Բայց Թրամփը ինքը ասեց օգոստոսի 8-ին, երբ որ նստած էր Ալիևի եւ Փաշինյանի մեջտեղում, ինքը ասեց կորիդոր եւ ոչ Ալիևը դեմ արտահայտվեց, ոչ էլ առավել եւս Փաշինյանը։ Այսինքն հակաճառող էին, թող ասեին, պարոն Թրամփ, այս ինչ բառ եք օգտագործում, ինչ կորիդոր։ Պարզ է, հարցը փակվել է։ Այսինքն դուք ասում եք, որ կարող էր դառնալ թրիփը աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ թե բախումների, արճակատումների, հնարավոր արճակատումների կետ, այլ դառնալ համագործակցության կետ։ Դսա նկատի ունեք։ Այո, որովհետև սա մեր ամենամեծ դիվանագիտական քարտն էր։ Մենք կարող ենք սա օգտագործել, կոնսորցիում ստեղծել մի քանի պետության հետ եւ մենք պահեինք 51%-ը։ Եվ ոչ թե 49 տարով, այլ ասենք 3 տարով, 5 տարով։ Այսինքն ավելի կարճ ժամանակաշրջանով, որպեսզի նրանք ամեն անգամ ինչ որ բան ունենային, ցանկություն ունենային երկարացնել եւ մենք մեր պայմանները թելադրեինք։ Սա գաղութ է, սա մենք դառանք գաղութ։ Որևէ երկիր 21-րդ դարում այսպիսի պայմաններով իր տարածքը զիջել է, մեր շուրջը նայեք։ Մեր ամբողջ կենտրոնական Ասիայով, Կովկասով, Միջին Արևելքով այդ բաները գործում են այս ճանապարհները, կոմունիկացիաները գործում են։ Որևէ ուրիշ երկիր հանձնել է 74%-ը երրորդ կողմին։ Վրաստանը հանձնել է այդ Բաքու-Ջեյխանը, որ անցնում է իրանց տարածքով։ Նրանք 74%-ը հանձնել ինչ որ երկրին։ Ոչ, այդպիսի բան չեն արել։ Իդեպ իմ զրուցակիցներից մեկը վերջերս ասաց, որ այս պայմանագրի տեքստը, այս համաձայնագրի Թրիփի տեքստը իրեն շատ ծանոթ է, որովհետև ժամանակին Թրամփի առաջին նախագահության շրջանում նման տեքստ, գրեթե նման նույնական տեքստ առաջարկվել է նաև Կոսովոյին, բայց հետագայում դա մոռացության է մատնվել, երբ որ Թրամփը այլևս նախագահ չի եղել, այսինքն այսպիսի տեսակետ հնչեց։ Պարոն Խաչիկյան, դուք երբ որ կարդացիք այդ Թրիփի համաձայնագիրը, բնականաբար դուք բնագրով եք հենց կարդացել, ձեզ համար հասկանալի է, արդյոք Հայաստանը կարող է կամ Ադրբեջանը օրինակ զորք անցկացնել այդ Թրիփի ճանապարհով կամ օրինակ զենք անցկացնել, որովհետև մեզ համար Փաստորեն այո, որովհետև այնտեղ որևէ բան չկա գրված, որ ռազմական բեռներ չեն տեղափոխվել։ Դա ինձ համար ու շատերի համար ամենամտահոգիչն է։ Այս հարցը կախված է, արդյոք կարող են նման բան անել։ Եվ մեր արձագանքը ինչպես պիտի լինի։ Մենք ինչպես ենք ստուգելու, ինչ բեռ է գնում, ինչ զենք է տեղափոխվում օրինակ։ Ոչ, մենք չենք ստուգելու, այնտեղ որքանով ես հասկանում եմ նստելու են ամերիկացիները, ովքեր նայելու են թե ինչ է տեղափոխվում, հետո դուրը ծեծելու են բանի back office-ի ասելու են այսպեսի բան է տեղափոխվում, գուցե մեր հայ սահմանապահ ինչ որ հարցեր տա, իրան ասեն կներեք, բայց մենք պայմանագիր ունենք Ադրբեջանի հետ, նրանք ազատ անցնում են ձեր տարածքով։ Կամ եթե նա ինչ որ բան բողոքի, երևի այս խմբի ղեկավարը կասի, որ դուք բան եք, ռևանշիստ եք, փորձում եք ինչ-որ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի հետ, լռեք եւ ամեն ինչ հանգիստ անցնել մեր տարածքով։ Եվ մի ուրիշ բան, եթե թույլ տաք, մինչեւ չեմ մոռացել, այս խմբի քարոզիչները մեզ համոզում են, որ սա մեզ տալու է խաղաղություն, քանի որ Միացյալ Նահանգները ստորագրել են մի փաստաթուղթ եւ ինչ-որ պարտավորություններ են ներդրումներ են արել, անելու, դրա համար ասում են մեր խաղաղությունը կապահովեն։
Ուրեմն երկու պատասխան ներդրումների հարցով։ Իրաքում Միացյալ Նահանգները պատերազմից հետո 2003 թվականին ներդրել են 61 միլիարդ դոլար, մենակ մի պետության մեջ Իրաքում 61 միլիարդ դոլար։ Դրանից հետո թողել ու դուրս են եկել, երբ որ պարտվել էին։ Եվ այդ 61 միլիարդ դոլարը իրանք չստիպեց, որ նրանք մնան այնտեղ եւ Իրաքը պաշտպանեն։ Այդ մեկ։ Երկրորդը, որ մեզ պաշտպանելու են, քանի որ ստորագրել են այս փաստաթուղթը։ Ձեր աչքերի առաջ հենց այսօր շարունակվում է քրդերի ջարդը Սիրիայում։ Քրդերը ովքեր էին։ Քրդերը Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցն էին։ Քրդերին ժամանակ բրիտանացիներն են, չէ, ակտիվացնում հատկապես, որովհետև քրդական պետության գաղափարը բրիտանական նախագիծ է։ Այո, բոլորին էլ օգտագործում են ասորիներին, քրդեր, մեզ ոնց օգտագործեցին, գցեցին։ Նույն ձևով հիմա տեսնում եք, բանը Լինձի Գրեմը, չէ, ոչ Լինձի Լոհանը, չէ։ Լինձի Գրեմը ասում էր, քրդերը Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցն են Սիրիայում։ Եվ Դեյվիդ Պետրեուսը, Միացյալ Նահանգների գեներալը, ասում էր, նրանք 10,000 զոհ են տվել եւ կողքի մեզ հետ կռվել են։ Դրանից հետո Տրամպը զանգ է տալի Էրդողանին 2019 թվականին մի օրում ամերիկացիները հետ են քաշվում, թուրքերը մտնում են եւ ոչնչացնում են քրդերին։ Եվ քրդերի ղեկավարը ասեց՝ դուք մեզ դավաճանեցիք, սա անբարոյականություն է, դուք մեզ դավաճանեցիք։ Հիմա նույն ձևով ձեր աչքի առաջ քրդերին էլի ջարդում են։ Սկզբից ալավիներին սպանեցին, եվրոպացիներին լավ արեցին, եվրոպացիներին ձեր մեղքներ, որ ձեզ մորթեցին, տեսակ։ Դուք եք, չէ՞, նորություններին զուգարկել այնտեղ կանանց հետ ինչ էին անում, երեխաների հետ ինչ էին անում, մեր սիրելի Տիկին Բունդերայլն ասեց լավ են անում, որովհետև մեզ տենց է պետք։ Դրանից հետո դրուզերին մորթեցին, մի 600 հոգի դրուզ մորթեցին, հիմա էլ անցան քրդերին։ Քրդերին ջախջախում են Միացյալ Նահանգների կողքին կռված քրդերին, որոնք համարվում են իրենց դաշնակիցը, Միացյալ Նահանգները ժպտում են եւ ասում են դե հիմա սա բիզնեսը, ոնց որ ասում են love is love and business is business։ Կներեք, դուք մեզ էլ պետք չէ։ Սեր, բայց սա բիզնես է։ Այո, իդեպ հարգելի հետևորդներ, եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ անընդհատ եմ հիշեցնելու Ադրբեջանի նախագահի Ալիևի ադմինիստրացիայի խոսող գլուխներից մեկը, ամենաակտիվներից մեկը, որին բերել էին նաեւ Հայաստան ու անընդհատ կապի մեջ են Փաշինյանի եւ ՔՊ-ի քարոզիչները, այդ կեղծ արևմտամետ ներկայացնող քարոզիչները, այդ խոսող գլուխներից մեկը անընդհատ ասում էր, որ Ալիևը երբ որ ասում է հայ երես չպետք է տեսնեն այդ թրիփում, իրենք Զանգեզուրի միջանցք են ասում, Զանգեզուրի միջանցքում, դա նշանակում է, որ Սաֆարովները պետք է անխոչնդոտ անցնեն ու հենց այդպիսի օրինակով բերում է։ Իսկ հիշում եք ով էր Սաֆարովը, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարող այդ տականքը, որին հետո Հունգարիան վերադարձրեց Ալիևին, այո, եւ նա հերոսի կոչում վերջերս էլ պաշտոնի բարձրացում, հա, զինվորական կոչումը բարձրացում ստացավ։ Այսինքն նա ասում է, որ հենց բառացի ասում են, օրինակ ասում է Սաֆարովը Հայաստանում խնդիր ունի, չէ, Սաֆարովները պետք է անխոչնդոտ գան։ Հենց այդպես էլ նրանք ասում են։ Դա ով էր ասել։ Դա ով էր ասել։ Ես անունը հետո կասեմ, ամենաառանցքային քարոզիչներից մեկը Ալիևի ադմինիստրացիայի, որին բերել էին Երևան այս վերջին Բաքվից եկածների խմբում եւ երբ որ գնում են նրանց հետ են կապի մեջ եւ հերոստակամուրջներ անում։ Այսինքն նրանք հստակ ասում են։ Այո, հստակ ասում է։ Այո։ Պարոն Հաչիկյան, Դավոսի մասին խոսենք, հա, տարբեր կարծիքներ կան։ Մեկ մի մասը ասում է այն տեսակետին է, որ պետք է Փաշինյանը ամեն դեպքում մասնակցեր ու չպետք է այդ առիթը բաց թողներ, իսկ Փաշինյանը, այսինքն լուսանկարվելու համար Թրամփն էլ աչքով արեց, ձեռքը ազդրին դրեց, մի խոսքով տարածում են, տեսնում եք Facebook-ում, ասում են, տեսեք ինչ աննախադեպ հարաբերություններ է Միացյալ Նահանգների Թրամփի հետ, ձեռքը դրել է հերիքչի ոտքին, աչքով է անում։ Բայց Ալիևը միշտ գնում է, նույնիսկ երբ որ օգոստոսի 8-ին գնաց, Ալիևի համար ոչ այնքան միայն այդ թուղթը, որը ստորագրվեց, այդքան կարևոր չէր, առանցքային չէր, ինչքան նա ստացավ Միացյալ Նահանգներից տարբեր պայմանագրեր կնքելով։ Այդ թվում նավթային ընկերության հետ ամերիկյան եւ ադրբեջանական նավթային ընկերությունները լուրջ պայմանագրեր կնքեցին եւ 907 բանաձևի հետ կապված ձեռքբերումներ ունեցավ Ալիևը։ Այս անգամ էլ Դավոսում Ալիևը այսպես նստածել, ինձ թվում է ինքը դիլը, այսպես ասած, գործարքը լավ արել էր, գիտեր ինչի համար է, այնտեղ Փաշինյանը լուսանկարվում էր։ Մենք ինչ ենք ստանում դրանից, հա, տեսակետ կա, որ նաև պարոն Ռաֆի Ֆիլիպ Կալֆայանը, ֆրանսահայ միջազգային իրավունքի մասնագետը, ասում է
տարակուսած է ինչու Փաշինյանը գնաց վազելով այնտեղ եւ ասում է գնացել ես որ այդ մեծերի համար սուր սարքես այնտեղ։ Հիմա փորձենք հասկանալ դրա դրական եւ բացասական կողմերը։ Տրամպը պրագմատիկ բիզնեսմեն է, նա թատրոնով չի զբաղվում, նա գիտի իր շահերը որտեղ են, մենք ձեր մոտ 5 տարի բացատրել ենք, որ իրեն շահերը Ադրբեջանում են, Ռենդը դրա մասին գրել է, ձեր մոտ ենք խոսել, հիշում եք Rand Corporation-ի հետ, այո, Միացյալ Նահանգների, այո։ Այո, տասնյակ հոդվածներ ենք վերլուծել, որ մեր ռեգիոնում իրենց դաշնակիցները Ադրբեջանն են, Թուրքիան եւ Իսրայելը։ Ադրբեջանը ունի նավթ եւ գազ, իսկ նա պրագմատիկ բիզնեսմեն է։ Տեսեք, Ուկրաինայից ասում է մենք ձեր երկիրը ավիրեցինք, ձեզ խաբեցինք, 1 միլիոն մարդ մահացավ, բայց դուք պետքա մեզ այդ մետաղները տաք։ Հիշում եք այդ rare earth minerals։ Պետքա դա մեզ տաք։ Հիմա էլ նա Ադրբեջանում իր շահերն է տապալում, իսկ այս մարդը գնացել է ինչպես միշտ photo opportunity։ Ուղղակի ստեղ նկարվի, հետո դա օգտագործի իր ընտրությունների ժամանակ։ Հիշում եք Վենսի մոտ ոնց մտավ օֆիսի մեջ selfie արեց, այդ խեղճ մարդը երևի չէր սպասում։ Դե գնաց այնտեղ նկարվեց, Հայաստանը այնտեղ որևէ քաշ չունի, ուղղակի դեկորացիա է, բայց պետք է ասել, որ շատ եւ շատ կարեւոր բաներ են տեղի ունենում։ Փաստորեն Տրամպը հռչակեց, որ ինքն է աշխարհը կառավարելու իր այս խորհրդի միջոցով, համերաշխության խորհուրդ, հա, peace panel, թե ինչ-որ տես բան։ Peace Council, խաղաղության խորհուրդ։ Այո, խորհուրդ, խաղաղության խորհուրդ։ Սա ինչ է նշանակում։ Միացյալ Նահանգների նախագահը հռչակում է, որ ՄԱԿ-ը այլևս այդքան էլ դեր չունի այս աշխարհում, որ 1945 թվականից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվում է մեր աչքերի առաջ, նա է կառավարելու աշխարհը որպես կորպորացիա։ Նա երևի կարծում է, որ աշխարհը դա ինչ-որ մասնավոր ընկերություն է կամ կորպորացիա է, ինքը երևի ընկերները դա կառավարում։ Հիշում եք, Վիլյամ Շեքսպիրը ասում էր աշխարհը թատրոն է եւ բոլորը մարդիկ դերասաններ են։ Իր համար աշխարհը կորպորացիա է եւ ինքն էլ այդ կորպորացիայի տնօրենն է։ Հիմա նա կառավարելու է ամբողջ աշխարհը եւ տեսեք ոնց են որոշումները կայանում։ Կուբային ասում է դուք պատրաստվեք մինչև այս տարվա վերջը փոխել ձեր ղեկավարին։ Իրանցիներին երեք ասեց, եթե դուք ձեզ լավ չպահեք, մենք ձեր ամբողջ երկիրը կպայթացնենք, blow them off the face of the earth։ Այսինքն երկրագնդի բանից կժնջենք ձեզ երկրագնդից։ Տեսեք ինչպես է նա խոսում։ Վենեսուելան տեսակ ինչ արեց։ Կոլումբիային զգուշացրեց, Մեքսիկոին զգուշացրեց, Գրենլանդիային տեսեք ինչ բան, փողզիչման շագերտների մեջ գրած, այսինքն սկզբից սպառնաց, որ ուժով կվերցնի Գրենլանդիան, հիմա ես ասել եմ, երևի ինչ որ ռազմաբազաներ կստանա։ Այդպես էլ եղավ, ասում են բան համատեղ սուվերենություն, սուվերենության բաժանում, shared sovereignty, այսինքն Գրենլանդիան իր տարածքի որոշ հատվածները տրամադրելու է Միացյալ Նահանգներին, որ այնտեղ ռազմաբազաներ հիմնվեն։ Դա ձեզ ոչինչ չի հիշացնում։ Տեսեք թե մեզ մոտ ինչ են անում, տեսեք Գրենլանդիայում ինչ են անում, տեսեք Գազայում ինչ են անում։ Մենք ենք տերը, մենք ենք որոշում, պետք լինի մենք ձեր սուվերենությունն էլ կսահմանափակենք, դրանից հետո պետք լինի մենք ասենք մենք ձեզ ուժով կվերցնենք։ Այլևս չկա ոչ միջազգային օրենք, ոչ միջազգային կազմակերպություններ, ոչ միջազգային հանրություն, ոչ էլ բարոյականություն։ Ուժի օրենք։ Ցավոք սրտի ադրբեջանցիները դա գիտեին։ Նրանք 8 տարի առաջ փողոցից մարդ չէին բերել, որը գոռգոռում էր դեմոկրատիայի մասին, հիշում եք Բաստիոն, Թավշյա հեղափոխություն, դա ամբողջ այդ սուտ խոստումները հիշում եք։ 8 տարի մենք զբաղված էինք թատրոնով, իսկ Ադրբեջանի ղեկավարը հասկանում էր, որ այս աշխարհում տիրում է ուժը, եւ նույն բանը կրկնում է հիմա Դոնալդ Տրամպը։ Այսինքն մենք պետք է շատ ուշադիր հետևենք, թե ինչ է լինելու Գրենլանդիայում, ինչ է լինելու Գազայում, ինչ է լինելու Ուկրաինայում, որտեղ սա նախապատերազմական շրջան է եւ փոքր ժողովուրդներ մանավանդ այսպիսի ղեկավարությամբ կարող են ուղղակի անհայտանալ։ Պարոն Խաչիկյան, ես լսում էի նաեւ միջազգային էքսպերտների, որոնք բավական հեղինակավոր, որոնք խոսում էին այդ Դավոսում տեղի ունեցածի մասին, նախ այնտեղ էլ այդ կանոնադրության մեջ նշվում է, որ Թրամփն է ղեկավարելու այդ խորհուրդը, ես չգիտեմ, օրինակ ենթադրենք Թրամփը ներսում Միացյալ Նահանգներում հիմա խնդիրներ ունի, բավական լուրջ խնդիրներ, նույնիսկ մտահոգություն ուներ, որ կարող է դիմել իր հանրապետականներին, որ պետք է լուրջ աշխատանքներ տանենք, հակառակ դեպքում դեմոկրատները իմպիչմենտի process կնախաձեռնեն իմ դեմ, անվստահություն հայտնելու process, այսինքն ինքը ունի նաև խնդիրներ Միացյալ Նահանգներում։ Եվ այդ փորձագետները ասում են Թրամփը, որը եկավ ասելով ես խաղաղություն եմ բերելու, ըստ էության նա որևէ տեղ չկարողացավ այդ խաղաղությունը բերի, տեսեք, այսինքն չստացվեց, չէ, Ուկրաինան չստացվեց, այլ երկրներում չստացվեց, ընդհակառակը ստացվեց, որ ռազմական գործողությունների կամ ագրեսիվ գործողությունների նախաձեռնող դառավ։ Եվ մնացել է մի օրինակ, դա Արցախյան
իբրև թե հակամարտությունը լուծվել է, ասում է Պուտինը նույնիսկ զարմացել էր, չէ, որ 10 տարի ինքը չկարողացավ լուծելու, զարմացել է, աս Թրամփին ասել է, «Էդ ոնց դու կարողացար»։ Այսինքն Թրամփը մի օրինակ է ցույց տալիս, որ տեսեք Ադրբեջան եւ Հայաստան խաղաղություն են կնքել, դրա համար հիմնադիր անդամ է դարձնում։ Ուրիշ օրինակ ունի ինքը, գուցե դրանից դրդված է անում, որտեվ դա իր այսպես ասած խաղաքարտն էր, չէ, որով իշխանության եկավ։ Եթե ես մի հատ զարմանալի բան ասեմ, դուք երևի շատ կզարմանաք, բայց սովորաբար քաղաքական գործիչները ընտրությունների ժամանակ խոստումներ են անում եւ հետո չեն կատարում։ Նա ասում էր America First, սկզբից առաջնահերթ է Ամերիկան, բացարձակ որ ամերիկաներն բացարձակ պետք չէ, ուղղակի այնտեղ մարդ է սպանում փողոցներում, Մինեսոտայում, Մինեապոլիսում տեսակ երկու խաղաղ բողոքի դուրս եկած մարդկանց կրակեցին, սպանեցին։ Ոչ մի բարեփոխումներ Միացյալ Նահանգներում դեպի լավը չկա, մնում է դա միլիարդերների երկիր, դրա տեղը նոր պատերազմներ է սկսում։ Այո, միայն մի դեպք կա, որ նա կանգնեցրեց պատերազմը, որտեղ որևէ ուրիշ երկրում չգտնվեց այսպիսի մարդ, որը հանձնի իր սեփական ազգը եւ այդ խնդրը կոչի թոգը իմ վզին։ Նայեք, թե Զելենսկուն ինչպես ընդունեցին։ Ես հասկանում եմ, որ նա էլ է շատ մեղավոր, թե ինչ եղավ իր ժողովրդի հետ, որ թույլ տվեց, որ այսպես խափեն մի ամբողջ ազգ ավիրեն, բայց իրեն ծափահարություններով դիմավորեցին եւ նա մինչեւ վերջ ասում է մենք չենք զիջելու, մենք ոչ մի սանտիմետր չենք զիջելու։ Հա, բայց դա Զելենսկու բերանով խոսում են Ստարմերը Մեծ Բրիտանիայի, Մակրոնը եւ Մերցը եւ ավելին ձեզ ասեմ, բոլորն են խոսում դրսում եւ մեդիայում եւ փորձագետներ, թե Զելենսկու միլիարդները միջազգային որ երկրների բանկերում են եւ որ պահին ուզեն Զելենսկին այնտեղ վարկյան անգամ չի մնա եւ հետևանքները չասեն։ Իսկ մեր դեպքում ճիշտ է, իրեն ասում են ոչինչ չզիջես, մեր կողքին կանգնած են, որտեղ պետք է Ռուսաստանը թուլանա։ Իսկ մեր դեպքում Իրան տարան Պրագա, կողքը նստեց Մակրոնը ու Միշելը, ու ասացին դե հանձնի Ղարաբաղը, ու գնաց հանձնեց։ Եվ տեսակ, որ Տրամփը մեզ բոլորիս խափեց, տեսակ ինչպես է իրեն պահում, բոլորին սպառնում է։ Լսել եմ, որ անգամ ուզում է նավատորմը ուղարկել դեպի Նորվեգիա եւ 48 ժամ տալ Նորվեգիային, որ այդ խաղաղության մրցանակը, Նոբելի խաղաղության մրցանակը իրեն տան, թե չէ պատերազմ կսկսվի։ Ես չգիտեմ, նա գուցե այդպիսի մեթոդներով է ուզում դա ստանալ։ Ամբողջ աշխարհով տեսեք ինչպես է իրեն պահում։ Մենք քանի տարի խոսում ենք ձեր մոտ, որ սա լինելու է ուժի աշխարհ եւ լինելու է Միացյալ Նահանգների գերիշխության աշխարհ։ Հիմա մենք գնում ենք դեպի մի նոր համակարգ, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, գուցե Եվրոպան, գուցե մի երկու ուրիշ գերտերություն կիսելու են աշխարհը իրենց միջև։ Սա կարելի է անել կամ համաձայնությամբ խաղաղ ձևով, ինչպես արվել էր 19-րդ դարում, կամ պատերազմների ձևով, ինչպես արվել էր 20-րդ դարում, 17-րդ դարում եւ 18-րդ դարում եւ այլն։ Հարցը այն է, թե մեր ռեգիոնում մեզ ոնց են կիսելու, կամ երևի արդեն կիսել են, մենք որ մասի որտեղ ենք լինելու, ում ենք մենք պետք, որտեղ ավանդաբար հայերը ոչ մեկին պետք չեն, բայց տեսնենք ինչպես է սա որոշվելու։ Եվ վերջապես մենք երբ կունենանք մի ղեկավար, մի կառավարություն, որը կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը եւ ճիշտ արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի մենք զոհ չգնանք, ինչպես գնացինք 100 տարի առաջ։ Պարոն Խաչիկյան, նաև ես այլ տեսակետ եմ լսում, օրինակ Թրամփի հետ կապված, ճիշտ է, ներսում գլոբալիստները, նեոկոնները դաժան պայքար են մղում Թրամփի դեմ, բայց նաև տեսակետ կա, որ օրինակ տեսեք, նույն ՆԱՏՕ-ի նկատմամբ այն ինչ որ անում է Թրամփը, դա Էյզենհաուերի սկզբունքների շարունակությունն է ինչ-որ իմաստով։ Էյզենհաուերը, որը ՆԱՏՕ-ի առաջին գերագույն հրամանատարն էր եւ ապա հետագայում նաեւ նախագահը, բավական յուրահատուկ մոտեցում ուներ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի հարաբերությունների մասին։ Էյզենհաուերը հավատում էր, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում պետք է ժամանակավոր բնույթ կրի։ Նա կարծում էր, որ հակառակ դեպքում Եվրոպան կդադարի ստանձնել սեփական անվտանգության պատասխանատվությունը եւ նա միշտ ասում էր, որ պետք է Միացյալ Նահանգները չափից շատ չմնա Եվրոպայում, որպեսզի դա ծանր բեռ կլինի Ամերիկայի տնտեսության համար, դա պետք է ժամանակավոր բնույթ կրի, որպեսզի եվրոպացիները չծուլանան եւ հույսները չդնեն միայն Միացյալ Նահանգների վրա։ Ընդ որում ասում են, որ դրա այդ նույն տեսակետը նաեւ հետագայում կրում էր նաեւ Շարլ դե Գոլը, որը Էյզենհաուերի հետ
բավական մոտ հարաբերություններ ուներ եւ նա ասում էր, որ Ֆրանսիայի համար ամենակարևորը անկախությունն է եւ ամերիկյան միջուկային հովանոցի վրա չես կարող վստահել։ Վաղը մյուս օրը Միացյալ Նահանգները Նյու Յորքի շահերը չի թողելու գա Փարիզի շահերը պաշտպանի։ Այսինքն նաեւ կա տեսակետ, որ Միացյալ Նահանգների նախագահը ներկայիս Թրամփը շարունակում է Էյզենհաուերի այդ տեսակետը, որտեղ նա ժամանակին ասել է, որ սա ՆԱՏՕ-ին խնդիրների առջև է կանգնացնելու, չեն կարող այսպես ասած պորտաբույծի պես Եվրոպան կարճի հույսը դնի, որ անընդհատ Միացյալ Նահանգները պետք է սնի, անվտանգությունը ապահովի եւ այլն եւ այլն։ Այո, դուք ճիշտ եք, այսա պատմական ավանդույթ է, Այզենհաուերը ժամանակ բավականին զուսպ, բավականին խելացի ռազմական հրամանատար էր, իդեպ հենց նա էր խոսում military industrial ռազմա արդյունաբերական կոմպլեքսի վտանգների մասին, որ Միացյալ Նահանգներում պատերազմը դառնում է բիզնես եւ նա զգուշացնում էր դրա վտանգների մասին, հիմա դուք տեսնում եք դրա հետևանքները։ Այս խոսակցությունները burden sharing, հա, այսինքն մենք պետք է կիսենք այս բեռը եվրոպացիների հետ, գնում եւ գալիս են, անընդհատ սա քննարկում է Միացյալ Նահանգներում եւ եվրոպացիներն էլ անընդհատ սա քննարկում են, դուք իր օրինակ բերեցիք Շարլ դե Գոլի, այո, գոլիզմը դա ինչ էր, որ Ֆրանսիան պետք է վերականգնի իր ուժը, իր հզորությունը, իր անկախությունը, Ֆրանսիան պետք է լինի իր ճակատագրի պատասխանատուն եւ տերը, այո, այդպես էր ասում։ Grande de la France, այո։ Եվ նա ասում էր, ինչու ենք մենք կարծում, որ Միացյալ Նահանգները ռիսկի տակ կդնի Նյու Յորքը Փարիզը փրկելու համար։ Այսինքն եթե հարձակում լինի Փարիզի վրա, ամերիկացիները արդյոք Նյու Յորքը կուզենան ռիսկի տանել, որ Նյու Յորքն ոչնչացվի։ Այո, այդ խոսակցությունները լինում են, հիմա էլ են գնում, բայց հիմա աննախադեպ մի բան եղավ։ Միացյալ Նահանգները փաստորեն սպառնաց ռազմական գործողություններ սկսել ՆԱՏՕ-ի դեմ, քանի որ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսինքն մի երկիրը սպառնում է մյուսի վրա հարձակվել փաստորեն։ Սա այնքան էլ adekvat չի այս մարտը, այսպիսի հայտարարություններ աննախադեպ են։ Եվ պետք է ասել, որ բաժանել Եվրոպան եւ Ամերիկան բաժանել եւ Տրամպի ազդեցությունը օգտագործել Զելենսկու վրա, եթե դա հաջողվի, դա լինել է Ռուսաստանի համար հիանալի դիվանագիտական տրիումֆ, հաղթանակ, հիանալի հաղթանակ, եթե նրանց հաջողվի դա անել։ Եվ գործը գնում է դեպի դա։ Տրամպին ուզում են օգտագործել, որ ճնշում գործածի Զելենսկու վրա, իսկ եվրոպացիները թույլ չեն տալիս։ Հիմա ՆԱՏՕ-ի ապագան մշուշոտ է, շատ մշուշոտ է, քանի որ տեսնում եք արդեն Ֆրանսիայում քաղաքական գործիչները հայտարարում են, որ սա խելագարություն է, այնպես կրկնում են անընդհատ այդ բառը, որ մենք գժանոցի մեջ ենք ապրում, պարզ չէ։ Մյուս կողմից գնում է միլիտարիզացիա Եվրոպայում, տեսեք Գերմանիայի ղեկավարը ասում է մենք պետք է մոռանանք այդ բոլոր սառապատերազմի ժամանակ սահմանափակումները, Գերմանիան պետք է հզոր պետություն դառնա, եւ Անգլիան, եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան կառուցում են ռազմական գործարաններ, ռազմական բյուջեներն են ավելացնում, այսինքն մենք բացարձակ ոչինչ չսովորեցինք երկրորդ համաշխարհային պատերազմից, մենք 100 տարի հետ ենք ընկել։ Մենք ընկել ենք 1930-ական թվականները, երբ որ մենք չգիտենք երբ է սկսելու մի ուրիշ հսկայական բախում, բայց կա մի կարևոր տարբերություն՝ միջուկային զենք։ Մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ գերտերությունների ղեկավարները չեն գնա միջուկային կոնֆլիկտի, ռացիոնալ կմտածեն եւ դա կսահմանափակվի պրոքսի ռեգիոնալ ինչ-որ պատերազմներով։ Բայց այո, այս ապագան Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների պարզ չէ։ Տրամպը շարունակելու է երևի պահանջել, որ նրանք ավելացնեն իրենց ներդրումների տոկոսը ՆԱՏՕ-ի բյուջեն եւ այդ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա։ Բայց ես չեմ կարծում, որ իրեն թողնեն, որ նա դուրս գա ՆԱՏՕ-ից կամ դուրս բերի Միացյալ Նահանգների ուժերը Եվրոպայից։ Ես չեմ կարծում, դա հսկայական, այնտեղ հսկայական տնտեսական շահեր կան, քաղաքական շահեր կան, եւ հետո գիտեք, եկեք չմոռանանք, իրեն մնացել է 3 տարի։ Նա չի վերընտրվել։ Այսքան բանից հետո, այսքան խաբեությունից հետո, այս պատերազմներ սկսելուց հետո ամբողջ աշխարհով Միացյալ Նահանգներում ես նոր այնտեղ էի, հսկայական դժգոհություն է, մանավանդ դեմոկրատական շտատերում, նահանգներում հսկայական դժգոհություն է Տրամպի դեմ, բողոքները նա այլևս չի վերընտրվելու։ Ես կարծում եմ 3 տարի հետո գալու են դեմոկրատները եւ ոչ ճիշտ ասած իրանց էլ այդքան չեմ համակրում, բայց նրանք այս խելագարությունները հետ են բերելու։ Այսինքն այդ խաղաղության խորհուրդը էլ չի լինելու։ Կարծում եմ ոչ։ Իդեպ շատ հետաքրքիր էր, երբ որ ուսումնասիրում էի այդ Դե Գոլի եւ Էյզենհաուերի այդ դրվագները, որ տարաձայնություններն ու նույնական մտածողությունը ՆԱՏՕ-ի հետ կապված, Դե Գոլը թերահավատ էր, որ եթե Խորհրդային Միությունը հարձակվեր Եվրոպայի վրա, արդյոք ԱՄՆ-ն իսկապես կօգտագործեր միջուկային զենքը վտանգի տակ դնելով սեփական տարածքը։ Հիմա երբ որ զուգահեռ եմ անցկացնում Հայաստանի իշխանությունների վրա, ժամանակին Դե Գոլը նույնիսկ վստահ չէ, որ Միացյալ Նահանգները ինչ որ
որ բան կզոհաբերի հանուն Եվրոպայի կամ Ֆրանսիայի փրկության աջակցության հիմա Հայաստանի իշխանությունները չգիտես ինչու վստահ են որ Ամերիկան իրենց կփրկի շատ եւ ամեն ինչ անում են որպեսզի թույլատնեն մեր բանակը եւ եվրոպական պետությունները հիմա նույն Գերմանիան գնում է դեպի ազգային պետություն գաղափար իսկ բանակն էլ այդ սկզբունքների վրա է կառուցում իսկ Հայաստանում ընդհակառակը երբ որ ասում են ինչ որ աշխարհիկ պետություն ինչ որ այդպիսի բաներ են ասում չգիտեմ դա ինչ է Մենք աշխարհիկ պետություն չենք եղել, մենք ազգային ենք եղել եւ աշխարհիկ։ Ուզում եմ հասկանալ դա ինչ է։ Անդեմ բան, հա, ոչ ինչի մասին է լինելու մեր պետություն։ Նախ մենք պետություն այլևս չունենք, մենք ունենք թատրոն, ինչ որ խմբի, որ անընդհատ գորգորում է, մարդը ձերբակալում, ինչ որ անհետ բաներ է ասում եւ կործանում է մեր երկիրը։ Մենք պետականության մեծ մասը արդեն կորցրել ենք։ Վերաբերյալ ձեր թեզի թե ամերիկան կպաշտպանի թե ոչ ձեր աչքի առաջ այդ մարդկանց խնդրեք մի հատ մտնեն ինտերնետ նայեն թե քրդերին ոնց են մորթում Սիրիայում իմիջիալոց տեսեք ով է դա անում մենք ձեր մոտ խոսացել ենք նախքին Ալ-Կաիդայի հրամանատարը որը դարավ արևմուտքի դաշնակիցը դեմոկրատական տերորիստի որի համար Միացյալ Նահանգները $10 միլիոն գլխագին էր խոստանում ով որ նրա տեղը ասի Սիրիայի ներկայիս նախագահի այո Այո, ափսոս ժամանակին ես ու դուք իրան չգտանք 10 միլիոնը մեծ գումար է։ Դե թող գնան նայեն թե քրդերին ոնց են մորթում, թող գնան մի քիչ պատմություն ուսումնասիրեն, տեսեն Չեխոսլովակիային ոնց գցեցին անգլիացիները եւ ֆրանսիացիները Հիտլերին հանձնեցին, ինչպես Լեհաստանը հանձնեցին, շատ եւ շատ օրինակներ կան։ Իսկ մեր դեպքում նայեք 20-րդ դարի սկզբին, ինչպես մենք էլի ընկանք արևմուտքի խոստումներից հետևից Անգլիան եւ Ֆրանսիան խոստացան մեզ Վինսոնյան Հայաստան, հետո Լոզաննի պայմանագիրը կնքեցին թուրքերի հետ մեզ մոռացան, բայց Իրաքը եւ Լիբանանը եւ Սիրիան չհանձնեցին, որտեղ Իրաքը կարեւոր էր, այնտեղ կար նավթ, անգլիացիները չզիջեցին Իրաքը, ֆրանսիացիներն էլ չզիջեցին Լիբանանը եւ Սիրիան, բայց զիջեցին հայերին եւ զիջեցին Կիլիկյան եւ Միացյալ Նահանգները անգամ մեր մանդատը չվերցրեց Եթե հիշում եք, Վիլսոնյան մանդատը չընդունեց, որտեղ իրեն բաներ, չէ, պատվիրակություն էր եկել Հայաստան, փորեցին, տեսան ոչ նավթ կա, ոչ էլ գազ, ու մենք պետք։ Եվ դա էլ մերժեցին։ Բայց գիտեք, եթե մենք չենք ուզում որևէ դասեր քաղել, ոչ պատմությունից, ոչ ներկա իրավիճակից, դե էլ ինչ ասեմ։ Պարոն Հաչիկյան, քաղաքական ուժերը տեսնում եք հիմնականում պատրաստվում են հիմա հունիսյան ընտրություններին։ Եվրոպան Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի Փաշինյանի Թուրքիան նաև ծանոթ եք երևի Հական Ֆիդանի հայտարարությանը, Թուրքիայի արտգործնախարարի, կարելի ասել համարյա շնորհավորում է Փաշինյանի վերընտրվելը, այսպես կարող ենք ասել։ Մենք տեսնում ենք Եվրոպան ինչ աջակցություն է տրամադրում այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում, ով որ կասկածում է խաղաղությանը, նա հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի դեմ, այս տեսակետի կրողը արտաքին հետախուզության ղեկավարի գրասենյակն է, որին ահռելի մի քանի միլիարդ դրամ բյուջե են հատկացնում, որպեսզի նման շարադրություններ որպես զեկույց տարին մեկ ներկայացնի։ Ինչևէ, մենք տեսնում ենք արտաքին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից աջակցությունը, նույն Թրամփը հասկանում է ինչ, այսպես ասած, բաներ է տալիս, պասեր է տալիս Փաշինյանին ընտրություններից առաջ, Եվրոպան, տարբեր միջոցառումներ են սպասվում այստեղ, Վենսի այցը Նիկոլ Փաշինյանը կօգտագործի, հիմա արտաքին աջակցությունը տեսնում ենք, մենք ներքաղաքական պայքարի իմաստով, ինչպես ճեղքել, ինչպես կարող են քաղաքական ուժերը ճեղքել այս արտաքին աջակցությունը, որ բոլորը իրենց շահերի համար են բնականաբար դա անում, Փաշինյանը իրենց պետք է որպես գործիք իրենց ծրագիրը ավարտին հասցնելու համար։ Այս արտաքին աջակցության պայմաններում ինչպես պետք է քաղաքական ուժերը ճեղքեն այդ պատը, փոփոխությունների բերեն Փաշինյանին իր խմբակով հեռացնեն իշխանությունից։ Առանց հասարակության լայն աջակցության, առանց ժողովրդի աջակցության դա կլինելու է շատ դժվար, դուք տեսնում եք, որ շարունակվում է տերորը, մարդկանց բանտարկում են, հետապնդում են լրագրողներին, քաղաքական գործիչներին, շուտով կանցնեն երևի տարբեր լրատվամիջոցներին, Եվրոպան շատ ստորաբար լռում է, ոչ մի բան չի ասում, արևմուտքը սա ընդունում է, որովհետև իր շահերից է բխում։ Այն, որ այս մարդը ներկայացնում է Թուրքիա-Ադրբեջանի շահերը, մենք բոլորս գիտենք, սա Աստծո նվեր էր Ադրբեջանին։ Որևէ անձ, անգամ եթե ադրբեջանցին իշխանության գար Հայաստանում, երևի այսպիսի վնաս մեզ չէր կարողանալու հասցնել։ Նա իրենց դեսպանն է, իհարկե նրանք կօգնել են, եւ հետաքրքիր է, որ
երբ որ Թուրքիայի ղեկավարն է միջամտում մեր ներքին քաղաքականությանը, ոչ ոք իրեն նկատողություն չի անում։ Եթե Սոլովյովն է, ում ես ընդհանրապես չեմ հիշում, ուղղակի լրագրող է, ես չեմ հետևում իրեն։ Երբ որ ինչ որ լրագրող ինչ որ բան է ասում, այդ թատրոնը սկսվում է, գիտեք, խմբով են այնտեղ իրար գրում են, երևի WhatsApp-ով կամ տեքստերով ինչ որ Հա, խմբում ասում են։ են ֆաս։ 10 Այո, 16 տարեկան երեխաների պես իրար մեջ ոնց որ ֆաս արեցին իմ վրա, հիշում եք անցյալ օգոստոսին։ Բա իրենց ֆեյքերի պոակին գիտեք միլիոններ են տալիս, 800 միլիոնից ավել գումար էին տվել, մենք ներկայացրել էինք հոդվածը կտեղադրեմ։ Բա այդքան աշխատատեղ են բացել, լիքը ֆեյք են բացել, էլի։ Այո, մեծամասնությունը ֆեյքեր են, ասել եմ, սա դեմոկրատիայի ավարտն է։ Սոցցանցերը բերեցին դեմոկրատիայի ավարտին, որովհետև պարզվում է, որ շատ հեշտ է մանիպուլացնել։ Հա, բայց կախվածության մեջ գցեցին մարդկանց, որ պահին ուզեն կարող են անջատել։ Այո, ճիշտ եք։ Կամ ուղղորդել։ Այո, եւ այդ բառը գիբրիդային պատերազմ, իրանց համար մի քիչ բարդ բառ է, եւ ընդհանրապես այդ մոդայիկ բառերը օգտագործելու տեղը մի հատ հասկացեք դուք ինչ եք ասում։ Եթե դուք նկատի ունեք միջամտություն ներքին գործերի մեջ, դա մի բան է, որը միջազգային հարաբերությունում եղել է առնվազն 3000 տարի։ Եթե դուք գնաք 3000 տարի առաջ եւ նայեք Բաբիլոնի եւ Եգիպտոսի ղեկավարների պայմանագիրը, այնտեղ անգամ 3000 տարի առաջ գրված էր, որ մենք չենք միջամտելու միմյանց գործերի մեջ եւ դիսիդենտներին հանձնելու ենք ձեզ։ Այսինքն սա դարավոր ավանդույթ է միջազգային հարաբերությունում, այս նոր բառերը մոդայիկ ներս միգցեք։ Եվ եթե դուք մի կողմից եք բողոքում, որ ինչ որ Ռուսաստանից ինչ որ լրագրող ինչ որ բան ասեց, դուք այդքան վիրավորվեցիք, բայց մյուս կողմից էլ վիրավորվեք։ Արտգործնախարարն է Թուրքիայի այդ դեպքում։ Գնացեք, կարող եք Ալիևին, բանին պատասխանեք, Հական Ֆիդաններին։ Այո, չէ, իրանց բանը դուխը չի հերիքում դրա համար, նրանք մենակ կարող են սեփական ընդդիմադիրների վրա հարձակվեն։ Երբ որ Ալիևը ասում է մենք ֆաշիստական պետություն ենք, նրանք չեն նեղանում, երբ որ իրենց ղեկավարը գնում է Էրդողանի կողքը, փայլող աչքերով կանգնում է իր գիրքը վերցնում է, Էրդողան ասում է ես եմ սպանել 5000 հայ տղա, նրանք չեն նեղանում, բանից Թուրքիայից չեն նեղանում, դե մի նեղացեք։ Բայց հետաքրքիր է, երբ որ նեղանում եք, հետո մեկ-մեկ նեղանում եք, մեկ-մեկ չեք նեղանում, մի հատ բացատրեք ինչ սկզբունքով եք դուք նեղանում։ Պարոն Հաչիկյան, իդեպ ըստ սոցհարցումների ԿՊ-ն իսկապես լուրջ անհանգստանալու պատճառ ունի, որովհետև մեր ձևով շարժումը, Սամվել Կարապետյանի գլխավորած մեր ձևով շարժումը, որը հայտարարեց, որ ուժեղ Հայաստան անվանումով է ընտրություններում հանդես գալու, արդեն անհանգստանալու բան ունի Փաշինյանը, մեծ թափով առաջ է մղվում եւ իսկապես շատ լայն զանգվածներ են ներառում, տեսնում են, որ քննարկումներ են գնում, որ քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերը, իրական ընդդիմադիր ուժերը, որոնք ունեն տարաձայնություններ, ներքին տարաձայնություններ, նրանք կարող են այս ընթացքում նաև մի քանի օրինակ բևեռներ, ճակատներ ստեղծել եւ մի քանի ճակատով պայքարել։ Այսինքն անհանգստանալու բան ունեն։ Թերևս դրանով է պայմանավորված, հենց որ երեք հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթ են նախաձեռնել եւ ինչու են նրանք կասկածում, որ խաբեության կամ փաստաթուղթ կեղծելու ճանապարհով կամ այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափել է, ռենտգեն չի անցել, ինչ չի անցել, ասում է, որոշ ռենտգեն հետազոտություններ Նարեկ Կարապետյանը չի անցել, ասենք երբ որ իրենց բաների Փաշինյանից սկսած իրենց падգամավորներով, նախարարներով ընդհանրապես չեն ծառայել, էլի սրա մասին։ Հետապնդումները շարունակվում են։ Ինչ կարող է լինել, ինչ կարող ենք անել մենք այստեղ։ Դե պարզ է, բոլորին փորձելու են ծեծել, նստացնել, վախեցնել, ջարդել։ Մեր ժողովուրդը պետք է նախ պետք է համախմբվել, այո, ինչպես դուք ասեցիք, պետք է համախմբվել, թող լինի մի քանի բևեռ, այո, կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ լավ տեխնացու է, իսկապես հարց լուծող մարդ է, փորձ ունեցող մարդ է։ Նա չի կարող իհարկե լինել տեխնացու, որովհետև սահմանադրության պահանջ կա, բայց առաջնորդն է, իրենց գաղափարական առաջնորդն է, այո։ Մինչև փետրվարի 12-ը մեր ձևովը ուժեղ Հայաստանը կներկայացնի իր վարչապետի տեխնացուին։ Այո, կարծում եմ, որ այո, դա մեծ ուժ է, դա լուրջ ուժ է, պետք է համախմբել նրանց շուրջ, կարող են մի ուրիշ բևեռներ լինել, տարբեր ուրիշ խմբեր լինել, միայն այն
փոքրիկ կուսակցությունները, ովքեր ունեն մի քանի տոկոս, այն նրանք երևի լավ կլինեն, որ համախմբվեն, որ չփոշիացնեն ձայները։ Իսկ հիմա ինչ վերաբերվում է այդ ռենտգենի պատմությանը, թե ինչ որ 10 տարի, 20 տարի առաջ ինչ որ ռենտգեն չէր անցել, սա դարավ Շրեկի 4-րդ մասը։ Դուք Շրեկը հիշում եք, չէ՞, այդ մուլտիկը Rumpelstiltskin։ Հիշում եք, որ նա կոնտրակտներ էր գրում խաբելով մարդկանց Չէ, ես չեմ ստորագրեր հիշում էր այդ տալու։ մասը, հա։ Դե անպայման չի ես ու դուք իհարկե մուլտիպլիկացիոն կինոներ նայենք, բայց դա երեխաների հետ նայել եմ Շրեկի 4-րդ մասը, նայեք։ Այսպես մի հատ շանտաժիստ մի ամբողջ երկիր ղեկավարում էր։ Մենք դառնանք Շրեկի 4-րդ մասը, 4-րդ սերիան։ Հետո էլ մի հատ բան էր, դուդուկ նվագող էր հրավիրել, որ պարերով բան է, Շրեկի ընկերներին տանի դեպի բանտ։ Էդ էլ մեր Դանոսավանի քաղաքապետն է, իր դերն է։ Մենք դառնանք Շրեկի 4-րդ սերիան, այսինքն նա էլի շանտաժներով, կոմպրոմատներով փորձում է մարդկանց վախեցնի։ Հիմա երևի եթե ինչ որ նոր անց առաջ գա, նոր ուժ ձևավորվի, էլ ինչ որ մի բան Այսինքն ով ինչ որ մի քիչ ակտիվություն եւ վարկանիշ է ունենում, արագ բռնում են։ Բա արևմուտքն ուր է։ Ուր է այդ արևմուտքը։ Ինչա թե Նիկոլա անցնի ու իրենց խնդիրները լուծեն, թաղեցին ամբողջ արևմտյան արժեքները, հա, մի օրում, մի գիշերում։ Տապանակարը դրեցին։ Տապանակարի վրա հետո երևի Նիկոլի ու ԿՊ-ի նկարը դնեն արևմտյան արժեքներին։ Ես կառաջարկեմ այդ եվրոբեսեդկագետներին, որոնք 8 տարի թե 10-20 տարի ստացել են 100 միլիոնավոր դոլարներ։ Իրանց մի հատ հրավիրեք ձեր ստուդիա, հարցրեք, այսքան ժամանակ, այսքան տարի դուք մեր խելքը լվանում եք, ասում եք, որ կա դեմոկրատիա, բան, արևմուտքի արժեքներ, Ռուսաստանն եք քննադատում, Լուկաշենկոյի եք քննադատում, լաց եք լինում Նավալնիի հետևից, բայց sense բաներ է կատարվում ձեր աչքի առաջ, բա ինչու չեք խոսում, թե դուք մենակ ասենք ինչ որ երկու շաբթի, չորեքշաբթի ուրբաթ եք խոսում միջազգային բանից, եվրոպական արժեքներից, ուրիշ օրերը չեք խոսում։ Ձեր մոտ ոնց եք դուք որոշում, դուք երբ եք խոսում։ Հա, բայց կարող են, չէ, օրինակ այդ ասենք թե եվրոները կամ դոլարները, որ ստանում են, դա միայն արտաքուստ լինի արևմտյան փաթեթավորմամբ եւ կարող է լինել օրինակ թուրքական փող, թուրքական բան ծրագիր շրջանակում ուղղակի փաթեթավորումը արևմտյան լինի։ Դեռ պետք է պարզել, հա, ով որ երկրների գործակալներ են կամ ինչ են, դեռ հետո երևի ժամանակը ցույց կտա։ Դե մենք գիտենք, որ օրինակ MI6-ը, MI6-րդ բանը, ծառայությունը Միակ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը, արտաքին հետախուզական, այո։ Արտաքին հետախուզական ծառայությունը շատ սերտ կապեր ունի Թուրքիայի հետ։ Մենք դա շատ լավ գիտենք։ Դե Ռիչարդ Մուրը ինքը Էրդողանի մտերիմ ընկերներ, նախկին ծառայության նախկին ղեկավարը MI6-ի, որ մի քանի անգամ եկավ Հայաստան։ Այո, նույնիսկ Twitter-ում իր գրառումները Ռիչարդ Մուրը թուրքերենով էր անում, այդքան նույնիսկ մոտ էր։ Բայց նաև Հայաստանի արտաքին հետախուզության ղեկավարին այս տիկնոջը, որ շարադրություններ է գրում տարին 1-2 անգամ, որպես զեկույց ներկայացնում, նրան եւս մինչև նշանակումը տարան Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում պատրաստեցին ինչ-որ դասընթացներ անցկացրեցին նրա հետ։ Ես մենակ հիշում եմ մեր այսպես կոչված նախկին դեսպանին Միացյալ Նահանգներում, որը ասել էր, որ Թուրքիան չի խառնվի պատերազմին, քանի որ նա ամաչում է թե Փաշինյանի անգլերենի դասատուն։ Այո, որը ասում էր, որ Թուրքիան չի միջամտի, քանի որ կամաչի եւ հիշելով ցեղասպանությունը հայերի։ Այսինքն այսպեսի բան կարող էր ասել 10 տարեկան երեխան, բայց այսպեսի բան ասեց փաստորեն այս խմբի մի անդամը եւ դուք հետևանքը տեսաք, թե ինչ եղավ պատերազմի ժամանակ։ Ես չեմ զարմանում։ Ես այդ անձին չգիտեմ, բայց իմանալով թե ինչ պատրաստություն ունեն այս խմբի անդամները, ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Պարոն Խաչիկյան, եւ վերջում մի բան էլ։ Մենք այսքան խոսեցինք, մենք Ռուսաստանի մասին չխոսեցինք, բայց չեք կարծում, որ նաեւ ճիշտ են այն տեսակետները, որ չի բացառվում, օրինակ նույն Ալյասկայում, երբ որ հանդիպել էին Թրամփը եւ Պուտինը եւ շատ մանրամասներ հայտնի չդարձան այդ հանդիպումից, վստահաբար նրանք խոսել են նաեւ Հարավային Կովկասից։ Չգիտեմ, չեք կարծում, որ այս ամենը գուցե թե հենց Թրամփի եւ Պուտինի միացյալ պայմանավորվածությամբ է տեղի ունենում։ Շատ հնարավոր է, որ ինչ որ պայմանավորվածություն կա, ինչ որ քննարկումներ եղել են, շատ հնարավոր է, որ ինչ որ որոշումներ կայացել են, օրինակ Լատինական Ամերիկան, Վենեսուելան, այս կողմը, Կովկասը, այն կողմը հնարավոր է։ Ես չնայած աշխատում եմ Հիմա Կովկասում է տալու Թրամփը, այսպես ասած, Պուտինին թե բանին, Էրդողանին։ Ես կարծում եմ Թրամփը ցույց տվեց, որ այստեղ ունի ուղղակի պրագմատիկ տնտեսական ինչ-որ շահեր, ստրատեգիական շահեր այստեղ չունի, եւ նա երևի հետ է քաշվելու, եւ այստեղ ազդեցությունը կիսելու են Թուրքիան, Ռուսաստանը
գուցե Իսրայելը եւ Իրանը, գուցե, բայց հիմնական խաղաղությունները լինելու են Թուրքիան եւ Ռուսաստանը։ Չնայած ես գիտեք, որ աշխատում եմ բանում KGB-ում, բայց իմ հետ չեն կիսում վերջերս։ Ես չեմ կարող ասել ինչի մասին են խոսել Ալյասկայում, բայց ես պարոն մայորից կհարցնեմ, հենց որ ինձ ասի, ես կտեղեկացնեմ, բայց սովորաբար պատմության մեջ գերտերությունները հենց այսպես են վարվում։ Հանդիպում են եւ իրենց ազդեցության գոտիները կիսում են։ Միացյալ Նահանգները արդեն ասել է Լատինական Ամերիկան մերն է, Միջին Արևելքը մերն է, որտեղ այնտեղ կա նավթ եւ Իսրայելի շահեր։ Նախկին սովետական միության տարածքը իհարկե Ռուսաստանն է փորձելու պայել իր ազդեցության տակ, չնայած դե հարցեր կան, որոշ կարծիքով սխալներ կատարվեցին իրենց արտաքին քաղաքականության մեջ ցավոք սրտի։ Չինաստանն էլ ունի Թայվանի խնդրը, Արևելյան Ասիան եւ այլն, այսինքն աշխարհը կամաց կիսվելու է, ինչպես եղել է առնվազն 3000 տարի։ Այո, հայտնի մեծ Յալթան դրանով էր հենց նաև նշանավորվում։ Իսկ Իրանի պատերազմը, Իրանի նկատմամբ հարձակումը որքանով է հավանական, դեռ քննարկվում է եւ ըստ վերլուծաբանների նույնիսկ Թուրքիան մտահոգություն ունի եւ այդ կապակցությամբ եւ ինքը հասկանում է, որ իրեն ձեռք չի տալիս Իրանի նկատմամբ հարձակումը, պատերազմական գործողությունները, որովհետեւ այդպիսով նաեւ ինքը լուրջ խնդիրներ է, Թուրքիան է լուրջ խնդիրներ ունենալու։ Որքանով է հավանական, որ պատերազմը կլինի լայնածավալ պատերազմ նորից կսկսվի։ Դե դուք լսեցիք ինչ ասեց Տրամպը, ասեց եթե դուք ձեզ լավ չպահեք, ես ձեզ կջնջեմ երկրագնդի երեսից, այդպես էլ ասեց, erase them from the face of the earth, այդպես էլ ասեց։ Պատրաստվում էր հարձակումը, բայց վերջի րոպեին կանգնեցրեցին սա, քանի որ առաջինը այդ ճնշվեցին այդ բողոքները Իրանում, բողոքները դադարեցին, եւ երկրորդը հետաքրքիր է, հենց ինտերնետի օդը փակեցին, Իրանը ինտերնետ հասանելիությունը փակեց, մի պահ Starlink-ներ միայն աշխատում չէ։ Հենց փակեց, այնտեղ կարողացան զսպել ներքին ընդվզումները։ Իսկ դուք 18 թիվը չեք հիշում Երևանում, Ես շատ լավ եմ հիշում։ Ես էլ եմ շատ լավ հիշում, որովհետև իմ էշխելքից մասնակցում էի դրան։ Դուք չեք հիշում, որ բանը Ռադիո Լիբերտին, Ազատություն ռադիոկայանը ինչ լայվ էր անում։ Ես բոլորինն եմ հիշում։ Տիվիլնետը ինչ լայվ էր անում։ Ես հիշում եմ, որ ինչ որ մարդիկ հայտնվեցին, դեսանտ իջեցվեցին, հետո նորից տարան դրանց։ Ես հիշում եմ դրանից առաջ ինչ կապտամազիկներ կասկածելի սեռի ներկայացուցիչներ հայտնվեցին Արցախում։ Ես հիշում եմ շատ, այո, շատ բաներ։ Եվրոպայի մամուլի կեսը չեք ասում, Տիկին Սերանյան, չեք հիշում, CNN, BBC, բանը երագույն դրոշով ներքնաշորեր հագած ինչ որ կանայք ու չգիտեմ ինչ էին ասում, ցուցանակներ, ոչ ազգ, ոչ եկեղեցի, ոչ եկեղեցուն, ոչ ազգայինին, ոչ բան։ Ես հիշում եմ այդ ամբողջը։ Թող մարդիկ հիշեն։ Իսկ որ Ղարաբաղը հանձնվեց, որտեղ էին այդ մարդիկ։ Քանի մարդեր եկել։ Մի մասը այդ մասնակիցներից անմիջապես լքեց երկիրը, այդ ովքեր որ կրծկալով բան էին փակում, լուսացույցներն էին փակում Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց կրծկալով ներքնաշորերով, նրանք հետո հայտնվեցին այլ երկրներում։ Այո, հիմա այնտեղից մեզ դեմոկրատիայի դասեր են տալիս։ Այո, եւ երկրորդ պատճառը այն էր, որ ըստ որոշ տեղեկությունների Նետանյահուն խնդրեց, Իսրայելը խնդրեց, որ հարձակում չկատարվի, քանի որ հարված էր հաստվելու Իրանի կողմից, նրանք չէին ուզում դրա հետ գործ ունենալ, բայց կարծում եմ սա ուղղակի հետաձգվել է, որովհետև Իրանը մեծ վտանգ է ներկայացնում Իսրայելի համար։ Առայժմ այսպիսի հարձակում չի լինելու, բայց մեզ համար շատ մտահոգիչ է, որ այս խումբը տապալեց մեր հարաբերությունները Իրանի հետ նույնպես, եւ հիմա այսպիսի հայտարարություններ ենք լսում, աննախադեպ հայտարարություններ, կոշտ հայտարարություններ Իրանի ներկայացուցիչի կողմից, որը պետք է ասել նա հիմք ունի, տեղ ունի այսպիսի բան ասելու։ Մենք անընդհատ զգուշացնում ենք, սրանք անընդհատ ամեն ինչ քանդում տապալում են, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչիկյան, շատ հետաքրքիր զրույցի համար, տեսնենք հետևենք զարգացումներին, առաջիկայում եւս կզրուցենք զարգացումների մասին։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Pressing-ների եթերում ես Արցախ կապով զրուցում էի Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։